Խնդիրը շատ տղամարդկանց մոտ է հանդիպում եւ պատճառը կարծում եմ հիմնականում լինում է այն, որ այդ տղամարդիկ ուղղակի սովոր են ձեռնաշարժության ձևով հիմնականում ավարտել եւ ձեռնաշարժության ժամանակ ստացված հաճույքը լինում է ոնց ասած ավելին, քան սեռական հարաբերությունների ժամանակ։ Հիմնականում դա այն մարդիկ են, ովքեր բավականին ուշ են սկսել սեռական կյանքով ապրելը եւ հետեւաբար մինչեւ սեռական կյանքով ապրելը սեռական բավարարման տարբերակը եղել է ձեռնաշարժությունը եւ այդ ընթացքում մարդը ուսումնասիրելով եւ բավականին մանրամասն ծանոթանալով իր օրգանիզմի առանձնահատկությունների հետ եկել է եզրակացության, որ ինքն իր մեջ է, ոնց որ եկել է եզրակացության, որ ձեռքով ավելի հեշտ է հասնել սերմնաժայթման, ավելի հաճույքի զգացողությունը պահպանված է լինում։ Պացիենտները, ում հետ ես իրականության մեջ հնարավորություն ունեցել եմ աշխատել, ովքեր ունեն այս խնդիրը, ես պացիենտի բառերով բերեմ խնդիրը շատերին հաստատ ավելի հասկանալի եւ ծանոթ կլինի այդ իրավիճակը։ Պացիենտի բառերով հեշտոցային վագինալ հարաբերության ժամանակ դժվար է լինում հասնել սերմնաժայթման, որովհետև իրենք չեն զգում առնանդամի գլխիկը։ Այլ կերպ ասած, հեշտոցը իրենց պատկերացմամբ դա մի հատ մեծ տարածություն է, որի մեջ առնանդամը լողում է եւ զգացողությունները այնքան թույլ են, որ պրակտիկորեն սերմնաժայթքում ունենալը շատ դժվար է։ Սրանք պացիենտի բառերն են, այսինքն մի պացիենտ չի, մի քանի պացիենտներ, ովքեր այս խնդրով դիմել են կլինիկա, ես ցիտեցի բառերը, որպեսզի ձեր համար ավելի հասկանալի լինի մարդու զգացողությունները այդ ժամանակ։ Սա իհարկե խնդիրներ կարող է առաջացնել զույգային հարաբերությունների մեջ, քանի որ շատ կանանց դա կարող է ուղղակիորեն դուր չգա, ըստ երևույթի նաև հարց գրողին դուր չի գալիս երևույթը, դա նորմալ է, որ դուր չի գալիս։ Հետևաբար սա պահանջում է մոտեցում մասնագիտական։ Բուժման տարբերակները կարող են լինել դեղորայքային եւ փսիխոթերապիվ։ Մի բան հստակ կարող ենք ասել, յուրաքանչյուր սեռական խնդիր, որը խոչընդոտում է զույգային փոխհարաբերություններին, պետք է ստանա լուծում, որպեսզի մարդիկ կարողանան լինել ավելի առողջ սեռական կյանքում եւ կարողանան իրենց ավելի լավ դրսևորել, ինչու՞ չէ նաեւ առօրյա կյանքում։ Եղեք առողջ եւ պահպանեք ձեր առողջությունը, ինչպես նաեւ հետեւողական եղեք սեռական առողջության հանդեպ։ Ձեզ հետ բժիշկ Մնաս Փալևանյանն էր։